Գրականությունը շարունակում է միավորել սերունդներին։ Ռուս-հայկական համալսարանում կայացավ «Գրողը գրողի և նրա գրականության մասին» շարքի այս ուսումնական տարվա վերջին հանդիպումը, որը նվիրված էր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի դրամատիկական ստեղծագործություններին։ Հանդիպման բանախոսը դրամատուրգ և գրական թերթի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը իր խոսքում նշեց. «Կաշխատեմ բոլոր առումներով ներկայացնել աշխատանքը ձեզ։ Ինձ համար շատ կարևոր է, որ ես այնպես անեմ, որ դուք ցանկանաք կարդալ Սարոյանից թեկուզ մեկ գործ։ Վիլյամ Սարոյանը ինքը և անսպասելի է, և էքսցենտրիկ է, և շատ անկեղծ է, գուցե ինքը նաև հեռվից հեռու ստիպեց վերջին պահին խմբագրել իմ ասելիքը»։ Խոդիկյանն իր էսսեն սկսեց շատ պատկերավոր ներկայացմամբ, անդրադառնալով Սարոյանի մարդկային տեսակի, մտածողության և ստեղծագործական աշխարհի առանձնահատկություններին։ Ապրիլյան մի օր Բիթլիսի փողոցներով քայլում էր մի մարդ, հաղթանդամ, ֆետրե գլխարկը աչքերին իջեցրած, որի տակից միանգամից աչքի էր զայնում նրա բեխերը, որը նաև նրա այցեքարտն էր, արտաքին տեսքի։ Քայլում էր փողոցներով, նայում էր ու հետո պիտի գրեր։ Քաղաք ավերակ էր, միայն Բերդն էր կարմրում։ Քայլելու ընթացքում եղավ մի դիպված, որը համարյա հոլիվուդյան ֆիլմին արժանի դրվագ էր։ Ասենք ինքն էլ պակաս կապ չուներ այդ Հոլիվուդի հետ, ի վերջո Օսկար էր ստացել իր սցենարի համար։ Քուրդ մկար, 80 անց, հորս հիշեց, ճանչեցավ, աներ, որ ինձի մեր տանտեղը ցույց տվեց։ Տուն ավերակ էր, բայց օջախ կար։ Հետո մարդիկ կային, քուրդեր, թուրքեր, ասի դուք գացեք, ուզեմ մենակ մնալ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին գրողի դրամատիկական գործերը, նրանց մարդասիրական գաղափարներն ու արդիականությունը։ Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում, ևս մեկ անգամ ընդգծելով, որ Ռուս-հայկական համալսարանում շարունակում են գրականության շուրջ կարևոր ու բովանդակալից քննարկումները։ Միջոցառումը կազմակերպվել է Ռուս-հայկական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի կողմից։ Տեսեք կկարողանաք, իրենց տներից քշեցեք